Բարև ձեզ, եթերում հրապարակումն է, թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Գավառում սուբվենցիոն ծրագրերով նոր ճանապարհներ են հարթում, մանկապարտեզներ ամրացնում, լուսավորում փողոցներ, կառավարությունն ու համայնքը գործի համար պատրաստ են ներդնել ավելի քան 2.5 միլիարդ դրամ։ 1.1 միլիարդ դրամ ներդրում արտադրության արդիականացման համար շուրջ 200 անուն արտադրատեսակ եւ արտահանման աճող աշխարհագրություն, տեղական արտադրողին աջակցում է նաեւ պետությունը։ Վայրեր, որ Հայաստանի տուրիստական քարտեզում այնքան էլ հայտնի չեն դեռ, բացահայտում ենք Տավուշի մի անկյուն, որտեղ կարելի է հանգստանալ բնության գրկում, վայելել տեղական հյուրընկալությունն ու նոր զգացողություններ գտնել։ Ճանապարհաշինություն, մանկապարտեզների հիմնանորոգում եւ լուսավորման ցանցի արդիականացում։ Սրանք Գավառ խոշորացված համայնքի այս տարվա սուբվենցիոն ծրագրերի 3 հիմնական ուղղություններն են։ Կառավարությունն ու համայնքը ծրագրերի իրականացման համար ներդնում են ավելի քան 2.5 միլիարդ դրամ, առաջնահերթություն տալով նաեւ այն բնակավայրերին ու փողոցներին, որտեղ տասնամյակներ շարունակ արդիականացման աշխատանքներ չէին իրականացվել։ Լճափի մանկապարտեզի շենքը 50 տարեկան էլ չէ, բայց տարիների ընթացքում լրջորեն մաշվել էր։ Ծակ տանիքը, վթարված գողագծերն ու խոնավությունը վնասել էին շինությունը, որոշ հատվածներում առաջացրել անվտանգության խնդիրներ։ Լրիվ հատակը նստել էր, առաստաղից առանձնացել, պատերից առանձնացել, շարժվում էր։ Բոլորը լրիվ քանդեցինք։ Հիմնանորոգումը սկսվել է 2 ամիս առաջ, շինարարներն արդեն ամրացրել են հիմքերը, ապա մոնտաժել թուլացած միջնապատերը, կառուցել նորերը, նախագծով աշխատանքները պետք է ավարտեն 2 տարվա ընթացքում, բայց շինհրապարակում ավելի արագ տեմպերի կողմնակից են։ Մեկ ինչ հին շինարար են, դանդաղը չեմ սիրում, ուզում եմ թափով երանդով արվի, մանավանդ որ երեխեքի համար է, մանկապարտեզ է, շուտ անենք, որ երեխեքը շուտ գան մանկապարտեզ։ Երեխաներից ավելի շատ մանկապարտեզի շինարարության ավարտին ծնողներն են սպասում։ Մինչև նորոգումը շենքը միայն մասնակի էր շահագործվում եւ այստեղ հաճախում էր 56 երեխա։ Աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզը կկարողանա ընդունել մինչև 90 սանի։ Նախկինում ունեին երեխաներ, որ ուրիշ տեղ էին մանկապարտեզ հաճախում, վերանորոգելուց հետո հաճախելու են մեր մոտ։ Անընդհատ ծնողները դիմում էին վերանորոգման համար, վերջապես սկսեցինք վերանորոգել եւ շատ լավ է, գյուղի համար կարևոր ու մեծ նշանակություն ունի։ Կարևոր գործը սուբվենցիոն ծրագրով են անում։ Այս տարի Գավառ խոշորացված համայնքում համաֆինանսավորման նույն մեխանիզմով վերանորոգվում են 2 մանկապարտեզ՝ Լճափում ու Լանջախբյուրում։ Լանջախբյուր բնակավայրում մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրային արժեքը շուրջ 260 միլիոն դրամ է։ Լճափի պայմանագրային արժեքը շուրջ 290 միլիոն դրամ է։ 25%-ը ներդրվելու է համայնքային միջոցներից, իսկ մնացած 75%-ը պետության միջոցների հաշվին է կատարվելու։ Համայնքների համար ներդրման այս շահեկան համամասնության հնարավորությունից Գավառում առաջիկա տարիներին էլ մտադիր են օգտվել։ Նպատակն է ոչ միայն ունենալ անվտանգ ու սեյսմակայուն մանկապարտեզներ, այլև ամբողջությամբ նորացնել գույքը, պայմանները։ Որոշակի ժամանակ հետո համայնքում չի լինելու բնակավայր, որտեղ չլինի մանկապարտեզ, եւ լինի մանկապարտեզ, լինի չհիմնանորոգված։ Գավառի սուբվենցիոն 2026-ի օրակարգում նաև փոքր ու մեծ բնակավայրերի լուսավորության հարցն է հատուկ առանձնացվել։ Ժամանակակից էներգախնայող LED լուսատուներով մոտ 1800 հենասյուն։ Համայնքն ու կառավարությունը միասին գործի համար մոտ 230 միլիոն դրամ են հատկացրել։ Ունենք բնակավայրեր, որտեղ վերջնականապես լուծվելու է ոչ լուսավոր փողոցների հարցը, այսինքն ամբողջ բնակավայրը լինելու է լուսավորված։ Շինարարական աշխուժություն է Գավառ քաղաքի Ազատության փողոցում։ Այստեղ վերջին խոշոր աշխատանքները կատարվել էին դեռ անցյալ դարի 80-ականներին։ Նորից կառուցում ենք արդեն ժամանակակից նորմաներով, ժամանակակից ստանդարտներով։ Հողի հանույթից մինչև ավազակոպիչ, ասֆալտապատում, մայթեր, որտեղ կարիքը կա նաև բազրիկներ։ Ճանապարհաշինական բոլոր տեսակի աշխատանքներ ներառված են սուբվենցիոն այս ծրագրում։ Տարբեր հարթությունների վրա փրված առատեղումներով հայտնի Գավառում առանձնակի ուշադրություն է դարձվում նաև ջրահեռացման համակարգերին։ Յուրաքանչյուր անձրևից հետո մեր փողոցները պատվում են լրիվ ավազով ու բերվածներով։ Գավառում կառուցում ենք պոլիէթիլենային խողովակով ներքին ջրահեռացման համակարգ։ Գավառում սուբվենցիոն ծրագրերի ծավալն ամեն տարի աճում են։ Միայն ճանապարհաշինության համար 2026-ին նախատեսված ներդրումները մոտենում են 2 միլիարդ դրամի։ Կան փողոցներ, որոնք նույնիսկ խորհրդային ժամանակներից եղել են ոչ ասֆալտապատ, գրունտային ճանապարհներ, ներկապային կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ, ներառելով նաև
թե արտաքին, թե ներքին ջրահեռացման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի պահպանել ասֆալտի երկարակեցությունը։ Ավելի քան 12 կիլոմետր ճանապարհ կկառուցվի եւ կհիմնանորոգվի խոշորացված համայնքի 11 բնակավայրում ու Գավառ քաղաքում։ Ծրագրով աշխատանքների կեսը կամփոփեն այս տարի, մյուս մասը 2027 թվականին։ Տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը տեղական արտադրության ընդլայնումն ու հայկական ապրանքների մրցունակության բարձրացումն է։ Այս ճանապարհին բիզնեսին աջակցող պետական ծրագրերը հնարավորություն են տալիս ընկերություններին ոչ միայն պահպանել արտադրությունը, այլև ներդնել նոր տեխնոլոգիաներ, ավելացնել ծավալներն ու դուրս գալ արտաքին շուկաներ։ Դարոյնքը տարիներ առաջ սկսեց փոքր արտադրությունից, իսկ այսօր արդեն աշխատում է ավելի քան 200 անուն արտադրատեսակի ուղղությամբ։ Ներդրումներով արդիականացնում է արտադրական գիծը եւ իր արտադրանքը հասցնում նաեւ արտասահմանյան սպառողին։ Փոքր արտադրությունից մեծ բիզնես, իսկ գործունեության տեսակն ընտրել ճիշտ ուղղությամբ շարժվել տարիներ առաջ պատահական դիտարկում հուշումը օգնեց անծանոթ մի մարդու։ Բակում կանգնած ընկերոջս հետ խոսում էինք, թե ինչ արտադրություն ձեռնարկենք, մի հատ ծեր պապիկ անցավ եւ խոսքի մեջ ասեց արմատ ժամանակին հայ հրուշակը աշխատում էր կարգին պեչերներ դառնում էին ու տենց ծագեց միտք, որ կարելի է տվյալ արտադրությունը ձեռնարկել։ 90-ականների վերջն էր շուկան հագեցած ներմուծված տեսականիով հրուշակագործության ոլորտում Դարոյանքն առաջիններից էր։ Հեշտ չէր նոր ապրանք ներկայացնել, նոր պահանջարկ ձևավորել։ Փորձեցին, հաջողվեց։ Ու ժողովուրդը փորձեց դուրս եկավ։ Ու մեզ ոնց որ ավելի ուժ երան տվեց, որ մենք կարողանանք զարգանալ, ավելի նոր ապրանքատեսակներ մշակենք։ Քաղցր ու աղիտ խվածքաբլիթներ, տարանուն, տարախառնուրդ, վաֆլիներ, լոխում, մարմելադ, նաև չոր նախաճաշեր, տեսականին 200-ն անցնում է արդեն։ Կայուն պահելով վարկանիշն ու պահանջարկը վերջին 2 տարում զարգացման նոր ցուցանիշներ են արդեն ապահովում։ 2024-ին ապրանքանիշը վերաբրենդավորվեց, ապրանքի փաթեթավորման նոր ու գրավիչ լուծումներ գտան։ Հինգույքից ազատվելու եւ նոր ավտոմատ սարքավորումներ ներգրավելու հարցը նաև լուծեցին կառավարություն մասնավոր գործակցությամբ։ Դարոյնքի պատմության մեջ ամենախոշոր ներդրումը դա պետական ծրագրի շրջանակներում շուրջ 1.1 միլիարդ դրամի ներդրումներ, շուրջ 92 միլիոն դրամի մենք արդեն իսկ կատարել ենք մեր ծրագրի ներմուծումը։ Պետական ծրագրով շուրջ 120 միլիոն դրամի մաքսատուրքից ազատվելու հնարավորություն է տրվել։ Նոր սարքավորումները հների համեմատ էականորեն մոտ 50% էներգախնայող են, նույնքան եւ ավելի գործում արդյունավետ, աշխատողների հոգսը թեթևացնող։ Մեկ տարում շուրջ 30%-ով ընկերությունն ավելացրել է արտադրական ծավալները, շրջանառությունը մոտեցնելով արդեն 3.3 միլիարդ դրամի։ 10 տարուց ավելի է փոքր խմբաքանակներով նաեւ արտահանումներ են կազմակերպում, սկզբում Բեյրութ, Վրաստան, Ռուսաստան, աշխարհագրությունն ու արտահանման թվերն են ընթացքում նաեւ փոխվել։ Հիմա արդեն Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Դանիա ընդհանուր ծավալը այսօր մոտ 10%-ն է արտահանվում, ձգտում ենք մինչև 30% բարձրացնել։ Ընկերությունը նաև պետական աջակցության մեկ այլ լիզինգի ծրագրից է օգտվել, մոտ 65 միլիոն դրամի շրջանակում ձեռք են բերել էլեկտրոմոբիլներ։ Բնություն, հանգիստ, համախոհանոց ու ջերմ հյուրընկալություն։ Այս ամենի համադրությունը կարելի է գտնել Տավուշի սահմանամերձ բնակավայրերում։ Այստեղ հանգստի նոր ուղղություններ են ստեղծում մարդիկ, ովքեր լքված շենքերն են վերածել յուրահատուկ հյուրատների, իսկ ոմանք անգամ օվկիանոսից այն կողմ կյանքից հետո վերադարձել են հայրենի հող ու հիմնել նարդոսի դաշտեր։ Տավուշում յուրաքանչյուր հասցե իր պատմությունն ունի, իսկ յուրաքանչյուր այց խոստանում է նոր բացահայտումներ։ Մենք մտնում ենք մեր Շենվիկ հանգստյան տուն, ինքը մեր առաջնեկն է, այսպես ասած։ Առաջինը ինքն է ստեղծվել, այն որ բոլոր գաղափարների իրականացումը ինքն է։ Փոքր, բայց հարմարավետ հյուրատանն ամեն բան մտածված են արել, որ եկողը ոչ միայն տան ջերմություն զգա, այլև հենց տարածաշրջանին հատուկ հյուրընկալություն է վայելի։ Իմ հյուրերի հետ մի հատ շրջում եմ սենյակներով, ասում հիմա ես որպես գիդ, որպես թարգմանիչ, ես մի հատ կասեմ ինչա նշանակում։ Արի վետի վրա լավոսալարը, այսինքն արի ոտքի վրա արագ-արագ մի բան կերել, ես մի բրտուճ բան արա, ես ոտքի վրա։ Անպայման
Նորմալ է, դա որ բարձրադակ։ Չինչինյան բարբարով էլ սկսվում է գյուղի հետ ծանոթությունը, որ հետո ամբողջանում է Սաղարթախի տանտառներով ու ծաղկած դաշտերով։ Արևածագը շատ աննկարագրելի սիրուն տեսարան է։ Ու էլ չեմ ասում, որ երբ որ Կովկասյան լեռներն են երևում, Քուրգետն է երևում։ 4 տարի առաջ էր, որ ամուսնու հետ որոշեցին նոր կյանք տալ գյուղի լքված շինություններից մեկին, հյուրընկալ տուն դարձնել, անունն էլ Շենլիկ դնել։ Շենլիկ նշանակում է շեն տուն, շեն օջախ, նույնիսկ այսպիսի մի արտահայտություն կա, որ աղջիկ ուզելու են գնում, ասում են, օրինակ, այս աղջիկը շեն լգացու է կամ շեն լկացու չի, էլի, ասեք տուն տանելու է կամ օջախի աղջիկա կամ օջախի աղջիկ չի։ Հյուրատուն ունենալը երազանք չէր, այլ վճռական պատասխան բարդ իրավիճակին, գյուղը դատարկվում էր, հարկավոր էր արագ գործի անցնել։ Ստեղծեցին մի բան, որ ոչ միայն գյուղից չգնան, այլև ուրիշներին էլ բերեն։ Սա մի հատ կարևոր քայլ էր, որ մեզ ավելի ամուր կապի գյուղին, որ երբեք մտներովս չանցնի, չէ լավ, գնանք ես ինչ տեղը, ուրիշ տեղ կարող է ավելի լավ լինի, չէ։ Կհաջողեն արդյոք մտավախությունը կար, բայց ոչ երկար-բարակ մտածելու, ոչ էլ առավել եւս ռիսկերը գնահատելու ժամանակ չկար։ Ամեն ինչ սեփական միջոցներով իրենց ձեռքով են արել։ Խոսքը Գայանեինն էր, գործը ամուսնունը։ Եվ որ ասում եմ մեկը զանգակն է, մեկը բամբակը, ինքը էս ամեն ինչ սարքել է, բանալիները տվել է ինձ ու ասել, «Էս դու, էս քո Շենլիկը, ոնց ուզում ես կառավարի»։ Ամենապատասխանատուն հենց կառավարելն էր, բայց Գայանեն հո գործից վախեցողներից չէր, արագ իրար հաջորդեցին մտածված քայլերն ու շուտով Շենլիկը դարձավ Չինչինի հայտնի հասցեներից մեկը։ Մենք որ տունը ասենց ոգևորված սկսեցինք սարքելը, սարքեցինք, վերջացրինք, ասում ենք, բա հետո հիմա ինչ ենք անելու, վախի չէր հյուրեր գալիս։ Հիմա արդեն գալիս են ոչ միայն Հայաստանի տարբեր բնակավայրերից, այլև տարբեր երկրներից՝ Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ, Բելգիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Իտալիա։ Ինձ որ մեկ-մեկ զանգում են, դե ասում են որտեղ է, քարտեզով նայում են, ոյ, ասում են ինչ հեռու եք, ասում հարգելից, մենք ճիշտ տեղում ենք, դուք եք հեռու։ Արդեն 3-րդ տարին է հեռավոր Բելգիայից Չինչին են հասնում նաև Աննան ու Դեյվին։ Սիրում են ճամփորդել, տարբեր երկրներում են եղել, արդեն 15 տարի է այս սեզոնին անպայման նաև Հայաստան են ուղևորվում։ Աննան Երևանում է ծնվել, սակայն մեծացել ու կրթություն ստացել Բելգիայի Լեդե քաղաքում, բայց այստեղ հանգստանալու նախաձեռնությունը ոչ թե հայուհի Աննայինն է, այլ բելգիացի ամուսնունը։ Ես սիրում եմ բնությունը, բայց 1-2 օր։ Իսկ ինքս դրա համար գժվում եմ։ Ասում այսի ուրիշ աստե ոչ միտեղ չկա sense բան։ Ամեն անգամ Հայաստան է բերում այս չքնաղ բնությունը, սարերը, ծաղկած դաշտերը ու իհարկե մարդիկ։ Հենց մարդիկ, կարծես բոլորն իրար լավ ճանաչում են, այնքան ջերմ են միմյանց բարևում, ու մեզ էլ այնպես են ընդունում, ասես 100 տարի ճանաչում ենք իրար։ Շենլիկն էլ ասես մեր տունը լինի, որ ամեն անգամ ուղակի տուն ենք վերադառնում։ Ակտիվ հանգստի սիրահար են ամենագնացներով սարերով շրջելուց մինչև քայլարշավներ։ Գյուղի հարակից դաշտ ու անտառն ամեն անգամ յուրովի բացահայտող զույգը խոստովանում է, որ ձանձրանալու ժամանակ չկա։ Դեյվին Հայաստանն այնպես է սիրել, որ նույնիսկ առանձնատուն է գնել Երևանամերձ մի բնակավայրում եւ մտադիր է փոխել բնակության վայրը։ 3 երեխա ունեն՝ Ալեսանդրոն, Էլիզան, Տարոնը։ Հենց Դեյվին էլ համացանցում քրքրել գտել է պատմական Տուրուբերան նահանգից սերող անունն ու սիրունատես աչքերով որդուն կոչել Տարոն։ Դեյվին ոչ միայն հայկական անուններն ու բնաշխարհն են հետաքրքիր, այլև մեր խոհանոցը ամեն անգամ մի նոր համ է բացահայտում։ Հիմա ես կպատրաստեմ մի յուրահատուկ, յուրատեսակ, անուշաբույր, անուշահամ թխվածքաբլիթ։ Սալի, սալիպ, սալի, թերթերուկ, լանթոտ փաթիր։ Տավուշի տարբեր գյուղերում տարբեր անուններ ունի անուշահամ գաթան։ Ոնց որ ասենք նոր տարուն պարտադիր է գաթան, սեղանին գաթան լինի, այնպես էլ Վարդավառին պարտադիր, սալին պարտադիր է մեր սեղաններին։ Ջուր, ալյուր, աղ։ Սովորական հացի խմորի պնդության գնդեր են պատրաստում, գրտնակում, խորից ավելացնում։ Բայց հետաքրքիրը հետո է սկսվում։ Գուցե դա է պատճառը, որ սալին պարտադիր տան մեծն է թխում։ Հենց պատրաստման վարպետությունից հատուկ հնարքներից է կախված, թե որքան փխրուն ու համով կստացվի։ Սկեսուրի պատրաստած սալիով էլ սարի փեշին սեղան են նստում Գայանեն ու Ոսկանը։ Իրականում հաճախակի ամուսնուս հետ գալիս ենք, մենք սենց սեղանի մոտ չենք նստում, էլի խոտերին, սենց նստում ենք այնտեղ
երազում, ասում ենք լավ, եկա տուն սարքեցինք, բավականին ստեղ շենացրինք, всё, գնացինք տներով, երեխեք ունենք տանը։ Հիմա հաստատ գիտեն, ամեն բան հենց երազանքից էր սկսվում է, երազեցին ու իրականացրեցին։ Հարազատ Չինչինը հիմա ավելի հայտնի է, բայց դեռ գծելու, իրագործելու շատ բան կա։ Տարածքը պիտի ընդլայնեն, ենթակառուցվածքներն ավելացնեն, ամեն մեկն իր դերն ու գործն ունի։ Ամեն ինչ այնքան արագ ստացվեց, որ տենց Մի քանի ամսվա մեջ մի տուն սարքեցինք, էլի։ Անկախ մեզանից։ Այն որ առանց մտածելու էլի, որ տարածաշրջանը կաշխատի, չի աշխատի, ոչ մի բան են, որ առանց մտածել։ Դրինք ու սարքեցինք, հետո հասկացանք, որ չէ, բայց կարելի էր մի քիչ ինչ-որ բաներ հաշվի առած, էլի։ Բայց որ հաշվի առնեինք, հաստատ չենք սկսի։ Մենք հիմա շենլիկ չէինք ունենա, եթե մենք դա հաշվի առնեինք, ռիսկերը եթե հաշվի առնեինք, չէ։ Գայանեն երազում է, որ իրենց գյուղ այլ ներդրողներ էլ գան, միասին շենացնելն ավելի հեշտ կլինի։ Ներդրող կա, բայց այս անգամ հարևան գյուղում, ավելի ճիշտ Պառաբաքարի հարակից դաշտերում, Անտառամիջյան ճանապարհը հենց այդ կողմն է տանում։ Մոլորվածի մեկը, այսպես է կոչվում հասցեն, ուր տանում է Նեղլիկ արահետը։ Հեռվից նշմարվող դաշտի կապտամանուշակագույն մարգերը դժվար է անտեսել, որքան մոտենում ես կինոկադր հիշեցնող ծաղկային հրաշքն ավելի իրական է դառնում։ Ինչքան ժամանակ են ծաղկացնում ծաղիկները։ Մինչև սեպտեմբերի կեսերը։ Անուշաբույր նարդոսների կամ ավելի հայտնի լավանդաների այսպիսի տեսարան ամեն օր չես հանդիպի։ Եթե ժրաջան մեղուների ու ծաղկասերների համար սա երազանքի է նման, ապա Սամվելի համար Հայաստան բերող ճանապարհն է։ Գաղափարը երևի ոչ ծաղիկներ, ոչ մեղուներ, երևի գաղափարն էր, որ փորձեինք գայինք Հայաստան, տեսնեինք ինչ կստացվի։ Ավելի քան 40 տարի Միացյալ Նահանգներում է ապրել։ 16 տարեկանում է տեղափոխվել, անգամ կրթությունն է կիսատ թողել, բայց բախտը բարեհաճ է գտնվել։ Տեխնիկայի կառավարման հատուկ հմտությունները բերել են հայտնի Nike ընկերություն, որտեղ էլ աշխատել է երկար տարիներ։ Հետո մի Արվարձանում սեփական ֆերմա է հիմնել, անասնաբուծությամբ զբաղվել, հիմնադրել է նաև սեփական ռեստորանը, բայց հոգու խորքում այլ բաներ։ Մեր ընտանիքը 46-ին երբ որ եկել են, ապրել են Դիլիջան։ Ես իմ ամառներն եմ Դիլիջանում անցկացել ու մտածում էի կգնամ երևի Դիլիջան, էլի, որովհետև հարազատ էր։ Հետո նշեցինք, որ սահմանը ավելի ճիշտ է։ Այստեղ սահմանին մոտ էլ մի հողակտոր է գնել ու որոշել նարդոսներ աճեցնել։ Կատակում է, թե մեղուներն են սիրում նարդոսները, ինքը դեղնավուն ժրաջաններին, իրեն պարզապես նարդոսների բույժն է գրավում։ Այս ամբողջ լավանդան սկսվել է իմ ընկերոջս երկու թուփից, որ ունի Երևանում։ Իրան ասի Երևանից եք բերել։ Այդ երկու թուփը մենք ենք ետել, սետի շատացրել ենք, կամաց։ Անգլիական սորտի նարդոսների օգտագործման 1000 ու մի տարբերակ կա։ Չորացրած ծաղիկները հիմնականում թեյի, յուղը, կերակուրների, խմիչքի, օծանելիքի մեջ, անգամ շոգեբաղնիկներում են օգտագործում։ Այսի երևի մի մար գլնի ամենաշատը։ Այսքանից կարողա դուրս գա 100 գրամ յուղ։ Այսքանի։ Սեփական տեխնոլոգիայով ստացած յուղն իր հետ Միացյալ Նահանգներ է տանում։ Հիդրոլիզ են ասում, հայերեն հիդրոլիզն ենք ստանում, չոր իր ծաղիկներն ենք առանձնացնում, վաճառում, բալասան ենք սարքում։ Հələ վերջնական մեծ պլանները չգիտեմ ինչա լինելու։ Ինքն էլ չզգաց ինչպես տարվեց այս գործով։ Հիմա արդեն մտածում է ցանկատարածքն ընդլայնելու մասին, հատկապես որ նոր չորանոցն արդեն պատրաստ է։ Վաու, ասի՞ չէ, դա քրքիր է։ Այս ուրիշ բույսեր են կան։ Հա, էսի բանջարը օգտագործում եմ մեղվապահության մեջ։ Ու թեյեր ենք չորացնում։ Նարդոսի չորանոցում նաև այլ խոտաբույսեր է չորացնում ու ամերիկացի ծանոթներին զարմացնում հայկական բույրով։ Սկզբում հողակտորը 1 հեկտար էր, հետո ավելացրեց։ Եկող տարի նռնենիներն էլ կծաղկեն, որ թևեր տան Սամվելի մեկ այլ գաղափարի։ Առաջին տարին է, որ նարդոսներն այսքան շատ են ծաղկել։ Սկզբում չէր էլ մտածում, որ գործը կհաջողի, ոչ փորձ ուներ, ոչ էլ հատուկ գիտելիքներ, բայց հիմա ոչ միայն իր աչքն են շոյում, այլև ուրիշների, հասցեն գրավում է նաև զբոսաշրջիկներին։ Գալիս են որոշ մարդիկ խնդրում են, որ մնան, ես էլ իմ դուռը միշտ բաց է, ով որ գա, ես ընդունում եմ։ Դրամ չեմ խնդրում, բայց խնդրում եմ գոնե 2-3 ժամ քախան անեն։ Այսպես թեթև, կատակով ու այսօրվա օրով էլ ապրում է։ Միացյալ Նահանգներում թողած տուն, ունեցվածք, սեփական բիզնեսը նոր գործ է սկսում հայրենի հողում։
Կա արդյոք ավելի հրաշալի մի բան, քան ամեն լուսաբաց դիմավորել այս գեղատեսիլ անկյունում։ Երկար խոսել չի սիրում, բայց թեթև ժպիտով խոստովանում է, որ խաղաղություն ու երջանկություն է գտել այստեղ։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Արձակուրդի նաև հրապարակումն է գնում մեր եթերային հաջորդ հանդիպումը արդեն սեպտեմբերից։